Հոնկոնգի դիվանագիտական բաղադրիչները Վաշինգտոնում սովորաբար բողոքների հետ չեն առնչվում։ Սակայն մոտ 2 օր մարդ հավաքվել էր Հոնկոնգի տնտեսական եւ առևտրային գրասենյակի առջեւ չորեքշաբթի, կոչ անելով իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնել այդ տարածքներում։ Հոնկոնգի մշտական բնակիչ 29-ամյա Ծինգ Ճինը մասնակիցներից է։ Ըստ նրա անհրաժեշտ է Հոնկոնգի ուսանողներին աջակցություն ցուցադրել, շեշտելով, որ իրենք միայնակ չեն եւ արտասահմանում գտնվողներն էլ կարող են իրենց ներբերումը բերել այս պայքարին։ Բողոքի ցույցի մասնակիցները մեծամասամբ Հոնկոնգից են կամ էլ ընտանեկան կապեր ունեն այդ քաղաքի հետ։ Սակայն այս բողոքի արշավը ներառում է նաև Չինաստանի հիմնական մասից եկած երիտասարդ գործիչների, ինչպես Հոնկոնգի ժողովրդավարամետ շարժումից ոգեշնչված Ջորջիայի համալսարանի ուսանող Յի Գունը։ Նա համոզված է, որ այս շարժումը համայն չինական շարժման մաս է, հանուն ապագա բարօրության եւ պայծառ ապագայի։ Կան նաև ամերիկացիներ, որոնք եկել են աջակցելու ժողովրդավարացման շարժմանը եւ արժեքների տարածմանն ու արմատավորմանը։ Այս բոլոր արշավները ներառյալ Հոնկոնգում ծավալվողը խաղաղ ցույցեր են կազմակերպված ընդամենը 2 օրում սոցիալական ցանցերի միջոցով։ Մասնակիցները ասում են, որ իրենց նպատակն է ոգեշնչել եւ աջակցություն ցուցաբերել Հոնկոնգի բնակչությանը, ավելի լսելի դարձնելով նրանց ցանկությունը ունենալ ժողովրդավարական երկիր։ Սակայն արդյոք նրանք իրապես կարող են ազդել ԱՄՆ-ի եւ Չինաստանի կառավարությունների քաղաքականության վրա, դեռ մնում է անպատասխան։ Քննադատների կողմից բարձրացված մեկ այլ խնդիր է նաեւ Հոնկոնգի տնտեսության վրա քաղաքացիական անհնազանդության արշավի բացասական ազդեցությունը, որը կարող է անդրադառնալ նաեւ մարդկանց բարեկեցության վրա։ Սակայն Հոնկոնգի շարժման գործիչները կարծում են, որ նման դժվարությունների ենթարկվելու ռիսկերը արժի հաղթահարել հանուն ազատության եւ առանց զոհաբերությունների հնարավոր չէ հասնել նոր ցանկալի իրականությանը։ Ցուցարարները այս գաղափարի տարածման համար են հավաքվել Վաշինգտոնի փողոցներում։ Դա մի ուղերձ էր, որ շարժման գործիչները հոկտեմբերի 1-ին հղում էին Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի ավելի քան 60 քաղաքներից, իբրև Հոնկոնգի հետ միասնության եւ ամերաշխության արշավ։ Մինչդեռ ոստիկանությունը Հոնկոնգում, որ մինչ այդ կիրառել էր արցունքաբեր եւ ջրցան միջոցներ ցուցարարների դեմ, պատրաստվում է ուժ կիրառել շարժման դեմ, եթե նրանք պաշարման մեջ առնեն պետական հիմնարկները։ Տիգրան Մարտիրոսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։